Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից Հայաստան մուտքի եւ ելքի անձնագրային կնիքից Արարատ լեռան պատկերը կհանվի։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանը Զարգերակեյեմի հետ զրույցում պարզաբանեց, որ նպատակը Արարատի պատկերը հանելը չէ, այլ այն դուրս է գալիս կնիքի փոքրացման արդյունքում։ Ոչ մեկը չի խանգարում էլի պաշտել Արարատը։ Երևանից շատ սիրուն երևում է, ինչ իմաստ ունի այս զգացական ֆոնը ստեղծել։ Ես ժողովրդից ասում չեմ տեսնում, սուտ օրակարգեր են, ասաց նա։ Падգամավորը նշեց, որ Թուրքիայի կողմից նման պահանջ չի եղել եւ ոչ էլ Թուրքիային հաջողանալու համար է արվել։ Թուրքիան սրա հետ ինչ կապ ունի։ Մենք ուզում ենք այդ կենացներից դուրս գալ, ասաց նա։ Հակոբյանը նշեց, որ բազմիցս հայտարարել են, որ ոչ մի տարածքային պահանջ չունեն հարևանների նկատմամբ։ Իսկ եթե ինչ-որ մի քաղաքական ուժ ունի նպատակ պատերազմ հայտարարելու եւ պահանջելու Արարատ սարը, թող ասի։ Մեր հայրենակիցները չեն ուզում պատերազմ, ուզում են խաղաղություն։ Նշեց նաեւ հիշեցրեց, որ հենց նույն ընդդիմությունն էր ֆուտբոլային դիվանագիտության օրերին մեկ գիշերում Արարատի նշանը հանել մարզաշապիկի վրայից։ Ի դեպ, նա ասաց, որ զինանշանից Արարատի պատկերը հանելու մասին քննարկում չկա։